Կամ թե չգիտեք, եղբայրներ, որովհետև օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է, ինչպես որ ամուսնացած կինը օրենքով կապված է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է, իսկ եթե մարդը մեռնի, իր մարդուն կապող օրենքից արձակված է, ապա ուրեմն մինչ մարդը կենդանի է, շուն կկոչվի, եթե ուրիշ մարդու կին լինի, իսկ եթե մարդը մեռնի, ազատ է այդ օրենքից և շուն չի համարվի, եթե ուրիշ մարդու կին լինի։ Այսպես էլ դուք, եղբայրներ, օրենքի հանդեպ մեռած եք Քրիստոսի մարմնով, որպեսզի լինեք ուրիշինը, նրանը, որ մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։ Քանզի մինչ մարմնական ցանկությունների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրենքից մղում էին ստանում, զորանում էին մեր մարմնի անդամների մեջ մեզ առաջնորդելու համար մահվան։ Բայց այժմ բեռնաթափվեցինք օրենքից, քանզի մեռանք այն բանի նկատմամբ, որով բռնված էինք, որպեսզի ծառայենք հոգու նորոգությամբ և ոչ գրվածքի հնությամբ։